Այսօր ես կխոսամ աղոթքի մասին։ Մի քանի նշումներ եմ ուղղակի ուզում անեմ, չեմ կարծում, որ հոգևորները չգիտեն աղոթքն ինչ է, բայց նշեմ, որ հավատացյալի համար շնչառությունն է աղոթքը։ Աշխարհիկ մարդը գիտի, որ հոգևորը կապ ունի Աստծո հետ, բայց այդ կապը հենց աղոթքն է ստեղծում։ Եթե դու չլինես աղոթքարող, չեմ կարծում, թե դու ոնց կապացուցես, ոնց կդառնաս հոգևոր, եթե դու աղոթքի մեջ չլինես։ Մի պատմություն եմ ուզում պատմեմ։ Մի անգամ ուսուցիչը աշակերտներին հարցրեց. ինչու են մարդիկ վեճերի ժամանակ բարձր ձայնով իրենց հետ խոսում, երբ որ վեճ է լինում։ Երևի նրանք կորցնում են հանգստությունը, ենթադրեց աշակերտներից մեկը։ Բայց ինչու ձայն բարձրացնել, եթե երկրորդ մարդը կանգնած է կողքիդ, կրկին պնդեց ուսուցիչը։ Աշակերտները շփոթված թոթովեցին ուսերը, ակնհայտ էր, որ այդ մասին նրանք չեն մտածել։ Այդ ժամանակ ուսուցիչն ասաց. երբ մարդիկ վիճում են եւ նրանց միջև դժգոհությունը մեծանում է, նրանց սրտերը հեռանում են միմյանցից։ Ու դրա հետ միասին հեռանում են նաեւ նրանց հոգիները եւ որպեսի միմյանց լսեն, նրանք ստիպված բարձրացնում են ձայները։ Եվ ինչքան նրանց բարկությունն ու չարությունը մեծ է, այնքան բարձր են նրանք գոռում։ Իսկ երբ մարդիկ սիրահարված են լինում, նրանք ձայն չեն բարձրացնում, այլ շատ ցածր խոսում են, քանի որ նրանց սրտերը մոտ են գտնվում իրար, իսկ նրանց մեջ եղած հեռավորությունը ջնջվում է։ Իսկ երբ մարդկանց սերն է իշխում, նրանք անգամ չեն էլ խոսում, շշնջում են։ Իսկ երբեմն էլ ոչ մի բառ պետք չի լինում միմյանց հասկանալու համար։ Նրանց աչքերն ամեն ինչ ասում են։ Հետաքրքիր է, չէ՞, որ երբ որ մարդիկ իրար հետ սկսում են վիճել, ես չէի մտածել, որ իրար կողքայնած բարձր գոռում են իրար վրա։ Ասում են նրանց սրտերը գնալով հեռանում են իրարից։ Նրանք թշնամանում են եւ կարծես հեռավորություն լինի իրանց միջև։ Բայց երբ որ քո սիրտը մարդու հետ մոտիկ է լինում, սիրտ-սրտի է լինում, դու անգամ կարող ես հայացքով ամուսինները լավ գիտեն, որ հայացքով իրար բան են հասկացնում։ Այս կոդը գիտեն էլի, այս խոսակցությունը։ Շատ հետաքրքիր է, որ երբ որ դու լինես Տիրոջ հետ սիրտը սրտի մոտիկ, քեզ պետք չի ավելորդ բառեր, գոռալ կամ երկար ժամերով աղոթք անել։ Ես մի հետաքրքիր օրինակ եմ ուզում բերեմ Աստծո խոսքից, Առաջի Թագավորաց, առաջի գլխում, ասում է Անայի աղոթքի մասին էր, ասում է Անան խոսում էր իր սրտից, երբ որ գնացել էր տաճար աղոթք անելու, միայն շրթունքներն էին շարժվում, բայց ձայնը չէր լսում։ Եվ հեղին կարծես թե նա արփած էր։ Եվ հեղին նրան ասաց. «Մինչև երբ պիտի հարբած մնաս, թափվիր գինովությունից»։ Եվ Անան պատասխանեց ու ասաց. «Ոչ, Տեր իմ, ես վշտացած սրտով կին եմ, գինի չեմ խմել կամ օղի, այլ իմ սիրտն եմ բացել Տիրոջ առաջ։ Քո աղախինին չարկին մի համարիր, որովհետև իմ բազում վշտերից եւ նեղություններից է, որ մինչև հիմա խոսեցի»։ Այդ ժամանակ հեղին պատասխանեց եւ ասաց. «Գնա խաղաղությամբ, թող Տերը Իսրայելի Աստվածը քեզ տա այն ինչ խնդրեցիր նրանից»։ Եթե մենք լինենք Տիրոջ հետ մոտիկ, մեր ուղակի շուրթերն էլ իրար գան, մենք Տերը մեր սիրտը հասկանում է։ Շատ անգամ եթե դու չես լինում աղոթքների մեջ, դու չես լինում Տիրոջ հետ, Տիրոջ խոսքի մեջ, Տիրոջ օրենքի մեջ, հետո մի օր նեղության մեջ ես, դու ժամերով բացականչես, օգնիր Տեր, սիրտդ բացես, ոնց է կարծում Տերը կօգնի այդ պահին ձեզ։ Եթե երեխան չգա, հորը մի օր ասի պապ ջան, ոնց ես նստի զրուցի, պատմի իր դասերից, իր կյանքից, ասենք ամեն հնարավորության, ամեն օգնության պահին գնա հորը, հերված չի զգա իրան։ Դրա համար պիտի քո սիրտը լինի Տիրոջ հետ մոտիկ։ Ես կուզենամ ստեղ ուշադրություն դարձնեք, ուզում եմ մատնանշեմ այն պահերը աղոթքի մեջ, որ եթե ուզում ես սիրտը լինի Տիրոջ սրտին հետ մոտիկ, առաջի պայմաններից մեկը այն է, որ դու լինես նախ աղոթքի մեջ եւ լինես Տիրոջ խոսքի մեջ, որ կարողանաս մոտիկ լինել Տիրոջ հետ։ Անան աղոթք էր անում ինքը սիրտը սրտից Տիրոջ հետ։ Եվ ուխտ կապես Տիրոջ հետ, ասավ, եթե որդի ունենամ, կնվիրեմ այն Տիրոջը Հավիտյան։ Եվ նաև ժամանակներ, ուզում եմ սրա վրա ուշադրություն դարձնեք, ժամանակներ, որ պիտի պատասխանվեր այդ աղոթքը, որովհետև պիտի ծնվեր Սամուել մարգարեն։ Մի օրինակ եմ ուզում բերեմ Ղուկասի ավետարանից, որ երբ որ ժամանակներ, որ պիտի ծնվեր Հովհաննես Մկրտիչը, Տերը որոշել էր, որ
Հովանես Մկրտիչը պիտի ծնվեր Հիսուս Քրիստոսից 6 ամիս առաջ։ Այդ ժամանակ աղոթք էր անում Եղիսաբեթն ու Զաքարյան երկար տարիներով նրանք սպասում էին, ինչու չէր պատասխանվում, որովհետև Տերը որոշել էր ժամանակ դրան։ Տերը ամեն բան պլանավորել էր, որ Եղիսաբեթը պիտի ամուսնանար Զաքարիայի հետ, որ ծնվեր Հովանեսը, բայց թե երբ պիտի ծնվեր, դա Տերն էր որոշել։ Ես ուզում եմ ստեղ էլ ուշադրություն դարձնենք, աղոթքներ կա, որ պիտի պատասխանվեն իր ժամանակին։ Երբեք չընկճվես, եթե քո աղոթքը մի փոքր ուշանա։ Տերը անպայման կպատասխանի, բայց մի փոքր հնարավոր է ուշանա, բայց այդ ուշանալու դեպքում զգույշ եղեք, հանկարծ չկասկածեք։ Այստեղ մի հատված եմ ուզում ուշադրություն դարձրեք։ Երբ որ հրեշտակը կանգնում է Զաքարիայի առջև եւ ասում է, որ լավ 8-ից 11-ը մեկ կարդամ, եւ երբ Աստծո առաջ քահանայություն անելու իր հերթը հասավ, քահանայության սովորության համաձայն իրեն վիճարկվեց, որ Տիրոջ տաճար մտնի խնկարկություն անելու։ Խնկարկության ժամանակ ժողովրդի ամբողջ բազմությունը դրսում աղոթք էր անում, եւ Տիրոջ հրեշտակը նրան երևաց խնկի սեղանի աջ կողմում կանգնած։ Զաքարիան տեսնելով շփոթվեց եւ նրա մեջ ահ ընկավ։ Հրեշտակը նրան ասաց. «Մի վախեցիր, Զաքարիա, որովհետև քո աղոթքը լսվեց, եւ քո կինը Եղիսաբեթը քեզ մի որդի կծնի, եւ նրա անունը Հովանես կդնես։ Նա քեզ համար ուրախություն եւ ցնծություն կլինի, նրա ծնունդով շատերը կուրախանան, որովհետև նա Տիրոջ առաջ մեծ կլինի։ Գինի եւ ցկի չի խմի ու դեռ իր մոր որովայնի Սուրբ Հոգով կլցվի։ Եվ Իսրայելի որդիներին շատերին իրենց Աստծո կողմը կդարձնի»։ Զաքարյան հրեշտակին ասեց. «Ես դա ինչպես իմանամ, չէ որ ես ծեր եմ, կնոջս տարիքն էլ անցել է»։ Հրեշտակը պատասխանեց նրան ու ասաց. «Ես Գաբրիելն եմ, որ Աստծո առաջ եմ կանգնում։ Ուղարկվել եմ քեզ հետ խոսելու այս բաների մասին, քեզ ավետից տալու, եւ ահա համր կլինես ու չես կարողանա խոսել մինչեւ այն օրը, երբ այս բաները լինեն, քանի որ չհավատացիր իմ այս խոսքերին, որոնք իրենց ժամանակին պիտի իրականանան»։ Հետաքրքիր է, այստեղ են պահնա, երբ որ հրեշտակը կանգնում է անձամբ Զաքարիայի դեմը եւ տալիս է այն բարի լուրը, որ դու որդի կունենաս եւ նրա անունը Հովանես պիտի դնես։ Իմ մոտ ճիշտն ասած շատ ժամանակներ հարց էր, էլի։ Նույն հրեշտակը կանգնում է բարի լուրի համար, ասում է Զաքարիային եւ նույն լուրը ասում է Մարիամին։ Մարիամն ասեց. «Ոնց կլինի, ախր ես դեռ կույս եմ», ասում է Տիրոջ հոգին քո վրա կգա եւ դու որդի կծնես, անունը Հիսուս կդնես։ Բացատրում է ոնց կլինի։ Երբ որ Զաքարյանն է հարցնում, ասում է, «Այդ ոնց կլինի, ես ծեր եմ, էլի, կնոջ տարիքն էլ անցել», ասում է, «Որ չհավատացիր, համր կլինես»։ Երկար տարիներ իմ մոտ հարց էր, ինչն էր խնդիրը ստեղ։ Ու հասկացավ հենց այս աղոթքի պատասխանը, երբ որ Զաքարյան ինքը իր ամբողջ կյանքում աղոթել էր, որ տղա ունենար։ Իր ծեր տարիքում անգամ ինքը դեռ չէր դադարել աղոթելու, որ որդի ունենար։ Հրեշտակը կանգնելա դեմ, ասում է Զաքարիա, քո աղոթքները լսվեցին եւ դու որդի կունենաս։ Ասում է դա ոնց կլինի։ Երբ որ քո աղոթքը կկատարվի, հանգարց չկասկածես, որովհետեւ կարող է համր լինես։ Ուզում եմ այստեղ երկրորդ ուշադրություն դարձնեք, որ մինչև վերջ կանգնեք աղոթքի, որ ձեր հրաշքները պիտի կատարվի։ Ու չկասկածեք, որովհետև Տիրոջ համար ժամանակ կա դրա համար։ Աստված օրհնի ձեզ, այսքանն էի պատրաստել ձեզ համար, եկեք կանգնենք, աղոթենք Տիրոջը։ Փառավոր Աստված, կենդանի Թագավոր, շնորհակալ ենք Տեր, որ ունենք հնարավորություն քո հետ հաղորդակցվելու Տեր։ Տեր Աստված, որ մեր համար կա աղոթքը, որ քո հետ սիրտ սրտի կարողանանք շփվել, Տեր։ Մենք գոհանում ենք քեզանից, Տեր, եւ խնդրում ենք, Տեր, որ այս կյանքի մեջ, այս ժամանակավոր տրված ժամանակի մեջ, Տեր, կարողանաս հաղորդակցվել մեզ, Տեր, որովհետեւ Տեր առանց քեզ մենք անկարող ենք որևիցե քայլ անել, Տեր։ Քո փառավոր հոգին, Տեր, խնդրում եմ քեզ, որ լցնի մեր հոգին ու սիրտը, Տեր։ Մեր աղոթքները ավելի զորավոր դարձնես, Տեր։ Թող որ մեր սիրտը քո սրտի հետ էլ ավելի մոտիկ լինի, Տեր։ Որ ժամերով, Տեր Աստված, որ մեր շուրթերը, մեր սիրտը արդեն, Տեր, քո ներկայության ծարավը զգալով դու մեր հետ լինես, Տեր։ Շնորհակալ ենք, Տեր, որ ունենք այդ հնարավորությունը, փառավոր Աստված։ Եվ գոհանում ենք քեզ ամեն այն պատասխանված աղոթքների համար, Տեր, որ դու պատասխանեցիր։ Եվ վստահ ենք այն աղոթքներն էլ, որ դեռ շարունակվում են, դեռ ժամանակը կա, որ պիտի պատասխանվես։ Փառավորվի Տիրոջ փառավոր ու սուրբ անունը Հիսուս Քրիստոսի անունով։